Շնորհակալություն Արգել Տիկին Ջուլակյան, Արգելի գործընկերներ, ստույցիան կառավարությունում քննարկել ենք նախագիծը եւ միանշանակ բարձ է մեր համար նախագծի նպատակը եւ միանշանակ ընդունելի է նախագծի նպատակը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է առաջնորդվենք սահմանադրությամբ, իսկ սահմանադրության 48-րդ հոդվածը մասնավորապես ընտրվելու համար մեկ սահմանափակում է նախատեսում օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրելու հանգամանքը։ Դրանով պայմանավորված կառավարությունը առաջարկ է ներկայացրել, որպեսզի նախագծով հետապնդվող նպատակներին հասնենք քրեական օրենսգրքում փոփոխությունների ճանապարհով եւ զերծ մնանք հանրային ծառայության մասին, համայնքային ծառայության մասին եւ Հայաստանի ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու այդ նախաձեռնությունից ինչ ենք առաջարկում։ Առաջին քրեական օրենսգրքում մենք ունենք հիմնական եւ լրացուցիչ պատիժներ եւ լրացուցիչ պատիժներից մեկը որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն է որոշակի ժամկետով։ Գործող քրեական օրենսգրքով որևէ լրացուցիչ պատիժ պարտադիր նշանակման ենթակա չէ եւ դրանք թողնված են դատարանի հայեցողությանը։ Մենք առաջարկում ենք փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի ընդհանուր մասում եւ նախատեսել, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը օրենսգրքի հատուկ մասով կարող է նախատեսվել որպես պարտադիր լրացուցիչ պատիժ։ Դրանով հիմք ենք նախապատրաստում քրեական օրենսգրքի արդեն ընդհանուր հատուկ մասում կոնկրետ հանցակազմերում, հանցագործությունների հոդվածներում այդ ուրեմն լրացուցիչ պատիժը պարտադիր դարձնելու համար։ Դրանից բացի արդեն քրեական օրենսգրքի կոնկրետ նշված հանցակազմերում դրանք են 218-րդ հոդվածը ընտրակաշարք ստանալը, 219-րդ հոդվածը ընտրակաշարք տալը, 220-րդ հոդվածը ընտրակաշարքի միջնորդություն եւ 221-րդ հոդվածը հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը։ Այս 4 ուրեմն հոդվածներում նախատեսել պարտադիր լրացուցիչ պատիժ որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու արգելք, որը սահմանադրականության տեսանկյունից մեր գնահատմամբ անխոցելի է, ինչ է նշանակում լրացուցիչ պատիժ։ Հիմնական պատիժը կրելուց հետո անձը դատարանի նշանակած լրացուցիչ պատիժներ կրում եւ լրացուցիչ պատիժի կրման ընթացքում նույնպես անձը համարվում է դատապարտված եւ պատիժը կրող։ Եվ այս իմաստով սահմանադրության այն 48-րդ հոդվածի այն կարգավորումը, որ անձի ընտրվելու իրավունքը կարող է սահմանափակվել պատիժը դատապարտված եւ պատիժը կրող հանդիսանալու հիմքով, ըստ էության կոնֆլիկտ որևէ չի առաջանում եւ կարծում ենք, որ նախագծի առնվազն նպատակի առնվազն մեծամասամբ իրացվում է սրանով։ Բնականաբար սա անժամկետ չի, քանի որ այս լրացուցիչ պատիժը նախատեսվում է ոչ մեծ միջին ծանրության հանցագործությունների համար 1-ից 3 տարով, ծանր առանձնապես ծանր հանցագործությունների համար 1-ից 5 տարով, եւ մենք արդեն կախված նաեւ հաշվի առնելով նախագծով առաջարկվող պատիժների խստացումները, դրանց համահունչ առաջարկում ենք ուրեմն այս լրացուցիչ պատիժն էլ նախատեսել որոշ դեպքերում մինչև 3, որոշ դեպքերում մինչև 4, որոշ դեպքերում մինչև 5 տարի ժամկետով։ Կրկին անգամ հիշեցնեմ, որ այս ժամկետը սկսում է հոսել հիմնական պատիժը կրելուց հետո, այսինքն եթե անձին օրինակ 5 տարով ազատազրկման է դատապարտվել եւ եւս 5 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու արգելք, ուրեմն 5 տարի ազատազրկումից հետո նոր սկսում է հոսել այս 5 տարին, այսինքն ըստ էության անձը 10 տարի զրկված է լինում այն պաշտոնները զբաղեցնելու կամ հավակնելու իրավունքից, ինչով որ հետապնդվում է այս նախագծով։ Միևնույն ժամանակ սա հիմնական առաջարկն է, որ կոնցեպտուալ ուրեմն կառավարության կողմից ներկայացվում է եւ միևնույն ժամանակ մենք առաջարկում ենք ընտրակաշարքի միջնորդության համար նախագծով առաջարկվող պատիժը խստացնել, առավել խստացնել
սամին 3-ից 6 տարի առաջին մասով եւ 4-ից 8 տարի երկրորդ մասով նախատեսել, հաշվի առնելով, որ նաև նկատի ունենալով այս վերջին շրջանում ուրեմն այդ դեպքերը, երբ որ մեծամասամբ այդ ձայնագրություններն էլ, որ մենք նայում էինք, լսում էինք, հիմնականում գործ ունենք այդ ընտրակաշարքի միջնորդների հետ եւ կարծում ենք, որ ընտրակաշարքի միջնորդությունը հանրային վտանգավորություն ընտրակաշարքի միջնորդությամբ ավելի բարձր է, քան ընտրակաշարք ստանալու, դրա համար այդ մասով էլ պետք է որոշակիորեն տարանջատում լինի, առավել եւս դրանից բխող որոշակի դատավարական եւ գործիքակազմեր են նոր ավելանում, ծանր հանցագործություն եւ օպերատիվ գործողություններ նույնպես կարող են իրականացվել։ Այսքանը, եթե հարցեր լինեն, պատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Քոչյան, կառավարության ներկայացուցիչին հարցեր ուղղելու համար հերթագրում։ Հարցեր ունեք, խնդրեմ տիկին Դավրան։ Պարոն Քոչյան, քանի որ օրենքը մշակվել է վերջին իրողությունները հաշվի առնելով, ես կուզենամ դուք վստահաբար կունենաք դուք թիվը այս պահին քանի հոգի են ընտրակաշարքով այդ գործերով հետապնդվում, որովհետև այս մասին մենք անընդհատ խոսում ենք, սակայն կարծում եմ, որ հասարակության համար պետք է նաև այսօր էլ հնչի, թե ընտրակաշարք տալու կամ վերցնելու մեղադրանքով այս պահին քանի հոգի են հետապնդվում։ Իրականում թեւին չենք տիրապետում, դա երևի թե այտենց, այսինքն տիրապետում ենք անուղղակիորեն, այնքանով, ինչքանով որ նաև բարձրաձայնվել է Սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքում, եթե չեմ սխալվում, 258 Դե դա այն թիվն է, որը այս պահին ուրեմն պաշտոնական հրապարակվում է, այսինքն հանրային քրեական հետապնդում է հարուցված, բնականաբար այդ թիվը կարող է աճել։ Շնորհակալություն, արձագանք ունեք, տիկին Դավրան, չունեք, շատ լավ։ Հարգելի գործընկերներ, այդ դեպքում հարթակը բացում եմ մտքերի փոխանակության համար։ Խնդրեմ, պարոն Ազան, հետո տիկին Դավրան։ Ես ներողություն եմ խնդրում, որ այսօր ոնց որ մի քիչ շատ եմ խոսում, բայց հարցերը կարևոր են, պետք է արտահայտվել։ Ես ուզում եմ մի կարևոր փաստի մասին ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել։ Մենք բարի ենք, չափից ավելի, եւ նոր լսում եմ պարոն Քոչարյանին, տպավորություն է ստեղծվում, ոնց անենք, որ այդ պատիժը մի քիչ մեղմ լինի, ինչ-որ իրավունքներին չխախտենք, հանկարծ ոչեն մեզնից չնեղանան։ Իրականում տեսեք, բայց այսօր ինչ է կատարում, են մարդիկ, որոնք արել են ծանրագույն հանցագործություն պետության նկատմամբ, անցավ մի քանի օր, ասում է, ոնց որ մեզ չեն ծեծում։ Մի քանի օր անցավ, ասում է, դե եկեք ձև անենք, որ մենք ինչ փող, ինչ բան, ասում է, մենք սկի $100 չենք բաժանել։ Թողենք այսպես, մի 10-15 օր անցնի, ասելու են դուք եք բաժանել, չնայած այդ ասում են, բայց ասելու են այդ 258 գործով, դա դուք եք անցել։ Դրա համար այսքան մեղմ չպետք է լինել, որովհետև այն ինչ որ արվել է, դա ծանրագույն հանցագործություն է, ես չգիտեմ, էլ ոնց ասեմ, դժվար է ասել։ Մենք Հայաստանում գործում է 6-ը ձեռք սեղմելու կանոն, այսինքն եթե դու 6 հոգու ճանաչում ես, դու ամբողջ երկրին ճանաչում ես արդեն։ Մենք գիտենք, չէ՞, ինչ ծավալների այդ, հո 258 անգամ չեն փող բաժանել։ 258,000 անգամ են գուցե բաժանել։ Բա մենք դրա հետևից չգնանք, պատիժները չխստացնենք, պետք է անենք, չէ՞ դա, որ գոնե այս անգամ չստացվեց, մյուս անգամ կանխենք, հնարավորին չափ 100%-ով կանխենք։ Մարդիկ են եղել, որոնց հսկայական գումարներ են առաջարկել, էդ էլ ասենք, առաջարկել են, որ իրենց հետ համագործակցեն, այդ միջնորդը լինեն, իրենց թաղամասում, իրենց գյուղում, իրենց, չգիտեմ, շրջանում, բայց այդ մարդիկ մերժել են։ Բա դուք պատկերացնում եք, եթե այս
կարևորությունը երկրի հանդեպ այս վիճակի այդ մարդիկ չգիտակցեին, բայց ինչ էի կանելու։ Այնպես որ ես կոչ եմ անում, որ այդ պատիժները ավելի խիստ մենք մոտենանք, ինչքան խիստ, այնքան երկրի նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունք եւ մեր գործն էլ այդքան ավելի լավ կանենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Դավան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Պատիժների խստացման հետ կարծես թե համաձայն եմ, որովհետև այս ընտրակաշարքի չափերը ահագնացող են եղել եւ ոչ թե ուղակի բաժանել են, ինչպես տարիներ առաջ է եղել կամ գուցե այն ժամանակ էլ այս չափերի է եղել, չենք պատկերացրել, բայց մենք ամեն ձևով պիտի կարողանանք այս հարցը փակել, որովհետև պատասխանատվությունը մեր վրա է եւ նմանատիպ ընտրությունների վրա նմանատիպ ազդեցություններ գործելու այս պրակտիկան մարդիկ ունեն եւ շատ լավ սխեմաներով։ Պարոն Ալեքսանյանն ասաց, թե մարդկանց պիտակավորում են, մարդկանց վրա գնացուցակներ են դնում։ Պարոն Ալեքսանյան, ուզում եմ դրա հակառակն էլ ասել, մարդիկ առանձնապես չէին էլ նեղվում։ Ինձ ավելի շատ դա է սարսափեցրել այս ամենի մեջ, որ կային 50 հազարանոցներ, 100 հազարանոցներ, մարդիկ, որոնք իրանց մոտիկներն էին 200 հազարանոց չէին կարա լինեն, ավելի շատ կարային լինեն։ Ինձ ավելի շատ դա է սարսափեցնում, որ գլխաքանակով հաշվում էին մարդիկ եւ այդ մարդիկ շատ հանգիստ տեղավորվում էին այդ ողջ խոսույթի մեջ։ Խնդիրը ես կարծում եմ նաև այդտեղ է, այսինքն երկու ստեկ է եւ ձեր նշածում է եւ իմ նշածում է, որ մենք ունենք ընտրակաշարք բաժանելու պատրաստակամություն ունեցող մարդիկ եւ ընտրակաշարք վերցնելու մեծ ցանկություն ունեցող մարդիկ, որոնք այդտեղ ոչ մի զզվելի եւ զազրելի բան չեն տեսնում, իրենք չեն տեսնում, որ իրենք պետության ապագան են վաճառում, իրենք չեն տեսնում, որ այդ նույն ընտրական туриզմն էլ է սրա մեջ ներառվում, որովհետեւ հա ընտրակաշարքը վերցրել են այլ երկրում, եկել են Հայաստան, սակայն գումարը վերցվել է։ Հետևաբար այս մի ամբողջ շղթան մենք ամեն ձևով պիտի բոլոր տարբերակներով քննարկենք եւ կարողանանք այս ամեն ինչ վերջ չտալ, նաեւ երբ պարոն Ալեքսանյան ձեզ առաջարկ պարոն Նազարյանն ասեց ընտրական այդ ցուցակի առաջին համարների վերաբերյալ էլ գուցե այս պահին մի քիչ բան է թվում այդ, սակայն կարծում եմ դա էլ վատ տարբերակ չէ, որովհետեւ ամեն ձևով պիտի մարդիկ իմանան, որ ընտրակաշարքով ինչ որ հաց լուծելը դա ամեն ձևով պիտի պատժվի, ցանկացած սողանցք պիտի պատժվի։ Դրա համար ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին հասկանալ, թե ինչ վատ բան է ընտրակաշարքը, որ որևէ մեկը ձեզ չի գալու տեր կանգնի, դուք փողը վերցնելու եք, բաժանելու եք, բտնվելու եք եւ որևէ մեկը ձեզ չի գալու տեր կանգնի, դուք գնալու եք ձեր կյանքի լավագույն տարիները անցկացնեք բանտերում, դա պիտի ձեզ մոտ բոլորի մոտ պիտի տպավորվի, մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ օրենքի բոլոր սողանքները փակենք եւ դուք հայտնվեք համապատասխան տեղում, մինչեւ խելքի չգաք եւ հասկանաք, որ ընտրությունը դա ազատ կամ արտահայտություն է ընդհանրապես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ ելույթներ, կարծես թե չունենք այլ ելույթներ, այդ դեպքում պարոն Քոչանյանը եզրափակիչ ելույթ, խնդրեմ։ Շնորհակալություն Տիկին Ջուլակյան։ Շնորհակալություն Տիկին Դավան, իրական մեր առաջարկները ոչ թե նպատակը ոչ թե հիմնված է մարդասիրության վրա, այլ սահմանադրականության, իրավականության եւ համաչափության սկզբունքների հիման վրա, որովհետեւ մենք բազմաթիվ անգամ եղել է, որ տարբեր հանցակազմերի սանկցիաների հարց ստեղ քննարկել ենք, դա կլինի թմրանյութերի ապօրինի շրջանառություն, դա կլինի օրինակ վարժական հավաքներից կամ պարտադիր զինծառայությունից խուսափելու համար բոլոր հանցագործություններն էլ իրենք քրեորեն հետապնդելի են այն պատճառով, որովհետև ունեն բարձր հանրային վտանգավորություն, բայց այդ բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարքները ինքնին իրենց միջև տարբերվում են հանրային վտանգավորության աստիճաններով եւ մի խումբ հանցանքներ էական, ուրեմն սանկցիաների վերանայումը որոշակիորեն դիսբալանս է անհամապատասխանություն է առաջացնում ընդհանուր քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ։ Մենք այս նախագծով ըստ էության էական խստացում ենք կատարում 1-ից 3-ը սահմանում ենք 2-ից 5,
որոշ դեպքերում 3-ից 6։ Այսինքն 3 տարի առավելագույն սանկցիան 2 տարով ավելացնելը դա էական խստացում է եւ գտնում ենք, որ այո, այդ խստացումը համաչափ է գործող ներկայիս իրողություններին եւ արդարացված է, բայց միևնույն ժամանակ այդ խստացումն էլ պետք է լինի տրամաբանության եւ ողջամտության սահմաններում, որովհետեւ մենք չենք կարող ուղղակի պահի ազդեցության տակ էմոցիաներից դրդված այդ պահի ուրեմն ակտուալ հանցագործությունների համար նախատեսենք անհամաչափ խիստ պատիժներ, հետո առերեսվենք դրա հետևանքների հետ, հետո ստիպված լինենք նորից վերանայել կամ այն մյուս հանցագործությունների սանկցիաներն նորից բարձրացնենք, որպեսզի այդ համաչափությունը պահպանենք։ Ամեն դեպքում կարծում եմ, որ այս խստացումները մեծամասամբ լուծելու են առկա խնդիրները եւ խնդրում եմ նաեւ կառավարության դիրքորոշումը եւ առաջարկն այնպես հաշվի առնել։